կարճ եմ կապելու սա կրկին Նիկոլի և Պուտինի համագործակցության մասին է։ Նիկոլը հերթական անգամ հարվածեց հայ արտադրողին, մեր տնտեսությանը և ասեց, որ ինքը վաղուց աճեցրած ձուկ չի ուտում։ Մենք լավ հասկանում ենք, վաղուցը դա մինչև վարչապետ դառնալը ինքը դրա հնարավորությունը չի ունեցել ընդհանրապես ձուկ ուտելու։ Հետո երբ որ դարձել է վարչապետ, արդեն հնարավորությունները մեծացել են, արդեն այդ աճեցրածը չի ուտում, բնականաբար բնականն է ուտում, ավելի թանկարժեք է ուտում, որովհետև միանգամից թռիչքային զարգացել է։ Ու այդպես էլ ինքը աճեցրած չի կերել։ Ու ինքը ինչու է հարվածում մեր տնտեսությանը, որպեսզի Պուտինի պատժամիջոցները հիմք ունենան։ Հիշում եք, չէ՞, մի քանի ամիս առաջ մեր կոնյակի մասին ինչ խոսեց, ասեց ձեր գույն տված, մեր հայ կոնյակ արտադրողներին ասեց ձեր գույն տված սպյորդը տանում եք ստեղ, այնտեղ, եսիմ ինչ։ Ինքը դրանով արդեն հիմք է տալիս Պուտինին, որ Պուտինը սանկցիաներ դնի, ասի, այս ապրանքը պիտանի չէ։ Հիմա էլ ձուկն են արգելել, այս մարդը բյան ասում է, ես այդ ձուկը չեմ ուտում, որովհետև նորմալ չէ։ Վաղ որ Պուտինին ասեն, ինչ ես արգելել Հայաստանից ձուկ մթերելը, կասի այդ երկրի վարչապետն ասում է, ես այդ ձուկը չեմ ուտում։ Դա նույնն է, որ Գերմանիայի կանցլերի մոտ մի քանի տարի առաջ Իլհամն ասեց Արցախն Ադրբեջանն է, ասեց ինչ է շտաբում, ասեց Նիկոլն է ասում, Նիկոլն ասում է, որ Արցախն Ադրբեջանն է, ես ինչի՞ չասեմ։ Հիմա Նիկոլը Պուտինին հնարավորություն է տալիս, որ մեր ապրանքները Ռուսաստան արգելափակելու հիմք ունենա։ Այդ թե որտեղ է սրանց համագործակցությունը։ Մեկը անում է դնում, մեկը էլ արգելափակում է։ Ավիրում են, թույլատնում են, որ բանի պետք չդառնա մեր երկիրը։ Ուշադիր եղեք։